Մասնակցում էիք Նիկոլ Փաշինյանի հետ։ Այո։ Ինչ հարցեր էին քննարկվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել էր մեր Երևանի պետական համալսարան եւ հանդես էր գալիս բանախոսությամբ Հայաստանի Հանրապետության իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ։ Դուք ինչ հարց տվեցիք օրինակ։ Ես հարց չեմ տվել օրինակ։ Իսկ հարցեր հնչեցին Փաշինյանի վերջին օրերի հայոյախառն գրառումների հետ կապված։ Հարցերը հիմնականում հնչել են հենց գաղափարախոսության շուրջ։ Այսինքն որևէ հարց ստատուսների մասով չի հնչել։ Ուսանողությունը նման հարցեր չի բարձրացրել։ Այսինքն կոնտեքստից դուրս չեք եկել գաղափարախոսություն։ Այո, յուրաքանչյուր ուսանող բնականաբար իրավունք ունել ինչ հարց որ ցանկանար հղել, քանի որ շփումն ազատ էր, բայց ուսանողությունը հիմնական հարցեր հղում էր հենց թեմայի հետ կապված։ Դուք ինչպես եք իմացել հանդիպման մասին։ Համալսարանը տեղյակ է պահում ուսանողներին։ Ֆակուլտետից եք։ Ես միջազգային հարաբերություններ ֆակուլտետից եմ։ Ձեր դեկանն է տեղյակ պահել այսինքն։ Ընդհանուր տեղեկատվական աղբյուրների միջոցով Երևան պետական համալսարանը տեղյակ է պահում իր բոլոր ուսանողներին, ոչ միայն մեր ֆակուլտետի, այլև մնացյալ ֆակուլտետներից։ Եվ ինչ տպավորություններ ունեք Նիկոլ Փաշինյանի բանախոսությունից։ Բավականին դրական էր, քանի որ ես կարևոր եմ համարում Հայաստանի Հանրապետության վարչապետի դերը մայրբուհում, եւ երբ հենց մեր պետական համալսարանում է բանախոսությամբ հանդես գալիս վարչապետը, լավ որ նաև ուսանողությունն է դրանով հետաքրքրված, քանի որ թե թեման, թե բանախոսությունը կարևոր է որ ուսանողությանը դուր գար եւ ուսանողությունը իր ակտիվ մասնակցություն ունենա այս գործառույթներում։